Հանրային ռադիոյի ուղիղ եթերում վերնատունն է, ես Նազելի Օհանյանն եմ, ողջույն սիրելի ռադիո լսողներ, Հանրային ռադիոյի կայք էջում ու նաև Facebook-յան հարթակում այս պահին մեզ դիտողներ, ժամանակակից թատրոնը մեր օրերում շատ հաճախ բարդ ընտրության առջև է կանգնում, մնալ բացարձակ գեղագիտության տիրույթում, թե արտացոլել հասարակական կամ պատմաքաղաքական ցնցումներն ու իրադարձությունները։ Թատրոնի ժամանակակից խնդիրների ու մարտահրավերների մասին ենք այսօր խոսելու երիտասարդ դերասան, բեմադրիչ Նարէ Հակոբյանի հետ։ Նարեն իր թատերական կրթությունը ստացել է Ֆրանսիայում, ապա շարունակել Իսպանիայում։ Նա նախընտրում է ոչ թե պատրաստի պիես բեմադրել, այլ հետազոտելով իրեն հետաքրքրող թեման, այսպես ասած զրոյից պիես բեմադրել եւ հանրայնացնել։ Ողջույն Նարէ, շնորհակալություն մեզ հյուրընկալվելու համար։ Ողջույն, շնորհակալություն ձեզ ինձ այստեղ հյուրընկալելու համար։ Նարէ, մեր նախնական զրույցում ձեզ անհանգստացնում էր թատրոնի քաղաքականացված լինելը, հաշվի առնելով ձեր միջազգային ոչ մեծ փորձառությունը, կրթությունից մինչև այսպես փառատոների մասնակցություն եւ այլն, ձեր կարծիքով ո՞րն է պատճառը եւ որ ժամանակակից թատրոնում քաղաքական թեմաներն ու խնդիրները ավելի ակտուալ են։ Այո, կարող եմ ասել, որ տարիների ընթացքում թատրոնը տարբեր այսպես ուղղվածություններ է բացահայտում, որոնցից մեկը դա կոչվում է political theater, որը կլինի քաղաքական թատրոն, դա է, որը շատ ակտուալ է հիմա Եվրոպայում եւ Ֆրանսիայում կան այդպես շատ ներկայացումներ, որտեղ իրենք կամ լիովին քաղաքական ներկայացում են, կամ օրինակ կարող է լինել կոմեդիա, որը կներառի նաեւ քաղաքական ինչ-որ մի message եւ ինձ թվում է, որ այսպես միշտ ասում են, որ թատրոնը արտիստների համար դա արտահայտվելու մի միջոց է, չէ, այդպես իրենք իրենց մտքերն են արտահայտում եւ կարողանում են խոսել հանրության առաջ։ Ինչ որ առումով կարծում եմ, որ սա ճիշտ է, որ հնարավորություն ունի դերասանը կամ ռեժիսորը արտահայտելու իր մտքերը, որ ուղիղ ձևով չի կարող ասել, բայց ներկայացման միջոցով, խաղի միջոցով դա անում է։ Ինչ որ առումով ինձ թվում է կան մարդիկ, որ սա օգտագործում են եւ հիմա եթե դրսի օրինակը բերեմ, ինչ որ ներկայացումներ կան, որ խոսում են մեր առօրյա խնդիրներից, որոնք որ պատերազմներն են կամ համավարակն է, որ շատ մեծ հետևանքներ են ունենում։ Այո։ Ու նաեւ սոցիալական խնդիրներ գուցե նաեւ այսօր մարդկանց հետաքրքրող շատերին, հատկապես Ֆրանսիայում, ես գիտեմ, որ այնտեղ սոցիալական թեմաները միշտ այսպես արդիական են։ Շատ Ֆրանսիայում շատ արդիական են եւ նաեւ երիտասարդության մեջ շատ ակտիվ են, իրենք միշտ ցույցեր են բողոքի ցույցեր են կազմակերպում եւ ներկա գտնվում եւ կարող եմ ասել, որ իմ բնակավարի դերասանուհիներն էլ դերասաններն էլ շատ ակտիվ գնում մասնակցում են։ Իսկ այդ ներկայացումները այսպես հանդիսատես ունի, շատ լայն արձագանք ունի ամեն։ Այո, ինձ թվում է, որ եթե Ֆրանսիայից խոսենք, հենց ֆրանսիացի հանդիսատեսը շատ է սիրում այդպիսի ներկայացումներ նայել։ Միշտ լի է լինում դահլիճը, միշտ մարդիկ տեսնում են ու վերջում քննարկումներ են նույնիսկ լինում։ Իսկ դրանք հակակառավարական են հաճախ լինում։ Լինում են իրականում հակակառավարական։ Թե նաև լինում է, որ կառավարության կողմից է լինում։ Չէ, կառավարության կողմից ես դեռ չեմ նայել, չեմ կարող ասել, բայց հակակառավարական այո։ Շատ լավ, ձեր կարպետ ներկայացումը Մարոկկոյում թատերական փառատոններից մեկում արժանացել է մարդու իրավունքների մրցանակին եւ մեզ բոլորիս հետաքրքիր է թե ինչ ներկայացում է այն, այդպես կարճ կարող եք ներկայացնել։ Կարպետ ներկայացումը ես ստեղծել եմ, երբ որ սովորում էի Բարսելոնայի արվեստի դպրոցում, որը բրիտանական մի դպրոց է, համալսարան է, ինստիտուտ ավելի կոնկրետ կլինի։ Ուրեմն այնտեղ ես որոշեցի, որ պետք է գրեմ պիես, որպես իմ ավարտական աշխատանք, թեզ եւ քանի որ մինչ դա այդպես մեծ պիես գրելու փորձ չունեի, որոշեցի, որ կանեմ oral history, որը բանավոր պատմությունն է։ Բանավոր պատմությունը սկսեցի անել, դա հարցազրույցներ էի վերցնում տարբեր մարկանցից, հայերից, ովքեր բնակվում էին տարբեր եվրոպական երկրներում, ճանապարհորդեցի, իրանցից վերցրեցի հարցազրույցներ, որը վերաբերվում էր Հայաստանի հետ կապված տարբեր հարցերին, իրանց կապը Հայաստանի հետ ինչքանով են կարողացել դրսում ապրելով պահպանել, ինչքանով են տիրապետում իրենց ընտանեկան պատմությանը եւ այսպես։ Որից հետո արդեն
գրեցի պիեսա այս պատասխաններից ելնելով, որը երկխոսություն է երկու հայ աղջկա միջև, Սփյուռքահայ եւ Հայաստանում բնակվող հայ։ Հայաստանում բնակվող հայուհու կերպարը ես էի մարմնավորում, իսկ Լիզա Մուրադյանը, ով Մադրիդի հայ է, ինքն էր բեմադրում, ներկայացում է երկխոսությունը այս երկու կերպարների միջև, իրանք հայտնվում են մի կարպետի վրա եւ ամբողջ ներկայացման ընթացքում պայքարում են, որպեսզի կարպետից դուրս գան, քանի որ թշնամին եկել է եւ շրջափակել է իրենց։ Եվ այս ընթացքում իրենք բացահայտում են իրար, ծանոթանում են իր միմյանց հետ եւ նաեւ ազգագրական պարերն ու երգերն են օգնում, քանի որ Հայաստանի պատմության մեջ սա շատ մեծ դեր է խաղում, որպեսզի այս դժվարությունից դուրս գան երկուսով սա։ Նարե, ինձ մոտ շատ բարձ հարց է առաջանում։ Ինչու եք բարդացրել ձեր կյանքը եւ ինչու եք այդքան հսկա, այսպես դրամատուրգիական ծովում որոշել դուք ինքներդ ինչ որ մի բան գրել եւ ներկայացրել, ինչը չէր բավարարում ձեզ մեծ հաշվով։ Նախ ես չէի կարող գտնել այնպիսի պիես, որտեղ այս ամենը կկարողանայի կիրառել։ Դրա համար որոշեցի, որ ինքս եթե ես գրեմ, ես կկարողանամ ազատ իմ բոլոր մտքերը բեմադրել եւ ցույց տալ։ Իսկ ինչ մտքեր էին, որ ձեզ հատկապես անհանգստացնում էին եւ կարծում եք, որ ես կարծում եմ, որ դա էլ նույնպես ինչ որ իմաստով քաղաքական է։ Ի վերջո, եթե նույնիսկ ներկայացումները բացարձակ գեղագիտություն են ցույց տալիս, միևնույն է, իրենք ունեն իրենց թաքուն, այսպես քաղաքական հաղորդագրությունները։ Իրական որ ասեմ, այդպես մտքով ես գնացել եմ այդ ժանրին, եթե վերադառնանք political theatre-ին, այդպես չի եղել, բայց այսպես բնականորեն, այո, համաձայնեմ, որ ունի իր մեջ ինչ որ քաղաքականություն։ Իմ մեծ միտքը այսպես կարելի ասել, դա այն էր, որ դրսի հանդիսատեսին, այս դեպքում Բարսելոնայի, նաև Մարոկոյի Հայաստանի մասին պատմել եւ ասել, որ գիտեք, կա Հայաստան երկիր, մենք ունենք այս պատմությունը, մենք ունեցել ենք դժվարություններ, որոնք ես ցույց եմ տալիս, որոնք են, բայց այս ամենի հետ մեկտեղ մենք ունենք այս մշակույթը, այս լեզուն, պարը, սփյուռքահայությունը, մեր ազգագրական երգերը եւ այնտեղ արվեստագետներից եմ խոսում, Կոմիտասից, այսինքն ուղիղ չի խոսվում, բայց իրանց երգերն են երգում եւ ծանոթացնել իրենց Հայաստանի հետ։ Իսկ ձեր կարծիքով մարդու իրավունքների մրցանակը հատկապես որ կողմով, այսինքն ինչպես գնահատեցին ձեզ եւ ինչին տրվեց այդ մրցանակը։ Ինձ թվում է մրցանակը մեկնաբանություն ի վերջո մրցանակը ձեզ ինչու տրվեց։ Կոնկրետ մեկնաբանություն չկար, բայց մենք սպասում էինք, որ հնարավորություն կլինի, եթե ինչ-որ մրցանակ կշահենք, դա կլինի մարդու իրավունքների մրցանակը, որովհետև մենք այսպես կարևոր եւ ուղիղը, որ առնչվում է մարդու իրավունքների հետ, դա ցեղասպանությունն է, որը ունեցել ենք։ Եվ մենք ցեղասպանությունից ենք այնտեղ խոսում, հենց genocide բառը մենք այնտեղ օգտագործում ենք, այսինքն եթե ինչ-որ բաներ մենք այսպես ուղիղ չենք ասում, նաեւ կան շատ կարևոր պատերազմը 44 օրյա, այսպես որ շատ ավելի կոնկրետ է այնտեղ հնչում եւ այս ամենը տեսնելով ինձ թվում է ուղիղ այսպես գալիս է մարդու իրավունքները թե որտեղ են էլի մնում։ Լավ, եկեք ձեր հետազոտությունից խոսենք, որովհետև ես ինչքան հասկանում եմ, հետազոտությունը արվեստագետների համար նախնական եւ առաջնային միշտ խնդիր է, ոչ միայն թատրոնում, այլ նաեւ կինոյում այսօր, նաեւ ժամանակակից արվեստագետներն են, արտիստները նույնպես այսպես հետազոտությունն են դնում իրենց արվեստի հիմքում։ Հետաքրքիր է թե ինչ հետազոտություն արեցիք, որքան ժամանակ այն տևեց, ում հետ խոսեցիք, ինչ հարցեր էիք քննարկում այդ մարդկանց հետ։ Գիտեք, ես ասում եմ հետազոտությունը սկսել եմ մոտ երևի կարելի ասել ձմռանը, այսինքն 2025 թվականի, կարելի ասել 24 թվականի դեկտեմբերից, բայց եթե ավելի խորը ասեմ, հետազոտությունը շատ ավելի վաղուց է մոտ սկսվել Ֆրանսիայում սովորելու եւ ապրելու տարիներին, որ 2021 թվականից սկսվել է։ Այնտեղ ես շատ էի Ֆրանսիա հայերի հետ շփվում, այն մարդկանց հետ, ովքեր որ տեղափոխվել են ցեղասպանությունից հետո, այսինքն այդ ընտանիքներում մեծացած մարդկանց հետ եւ այն մարդկանց, այո, հին սփյուռքի հետ, այնտեղ դրսում շատ կան նոր հայեր եւ այսպես հին հայեր հասկացողությունը չէ եւ նոր հայերի հետ եւ այնտեղ շփվելու ընթացքում իմ մոտ շատ այդպես հետաքրքրություն առաջացավ թե
ինչ որ ուղղություններով թե ինչ տարբեր են իրենք մտածում եւ ինչ հետաքրքիր է դա միառժամանակ այդ ամեն ինչի հետ առնչվելը այսպես ես նույնիսկ Ֆրանսիայում մի փոքր բեմադրություն եմ արել որտեղ արդեն իսկ ցեղասպանության թեման այսպես խոսացվում էր էլի հայոց ցեղասպանության թեման իսկ որից հետո արդեն քանի որ գիտեի որ կոնկրետ աշխատանք պետք է հանձնեմ որը ես հավատում էի որ կունենա հետո մեծ ճանապարհ բացի այնտեղ մնալուց որոշեցի ավելի կոնկրետանալ եւ սկսեց իմ այդ ճանապարհորդությունը այսպես կարելի ասել դեկտեմբերի վերջ առաջի անգամ հանդիպեցի Լիզա Մուրադյանին, ով Մադրիդի հայ է, շատ փոքրուց այնտեղ են տեղափոխվել եւ այնտեղ է ապրել եւ հիմա շատ մտերմացել ենք այս ամբողջ ընթացքում Փոքր երևի բանավոր պատմության կառուցվածքից, հա, ձեզ ասեմ։ Ինտերվյուները վերցրել եմ 4 տարբեր հայերի հետ։ Իրենց մեկը, ինչպես ասացի, Լիզա Մուրադյանն էր, մեկը Փարիզում բնակվող մի հայ տղամարդ էր, Անահիտ Չաբանյանն էր, ով ինձ ազգագրական պարերի համար է օգնել, նա Մոսկվայա բնակ հայ է, բայց մենք Բարսելոնայում ենք հանդիպել, քանի որ նաև ներկայացման մեջ նա խաղում է մի փոքր այդպես դեր ունի եւ Հայաստանում բնակվող մի հայ է։ Այսպես հարցերը սկսեցի կազմել շատ པարզ եւ բոլորին նույն հարցերն էի տալիս, որը արդեն հարցազրույցի ընթացքում մի փոքր բնականաբար փոխվում էր։ Հարցազրույցը ձայնագրել եմ այդ ուղղակի հեռախոսով ձայնագրել եմ, որից հետո արդեն մշակում։ Ուրեմն սկսվել է նախ ուղղակի իրենց ինքնության թեմաներ այդտեղ։ Ինքնության թեման եւ հայ լինելու դրսում հիմնականում դա է կամ ներսում հայ լինելու բարդությունը այո բարդությունները հարցերը սրանք են թե իրենք ով են մասնագիտությամբ իրենք ներկայանում են որտեվ տարբեր տարիքային մարդիկ են ես հատուկ ուզում էի որ շատ տարբերություն լիներ որպեսզի տարբեր կարծիքներ լսենք հայերեն լեզվի մասին էր ինչքանով են իրենք խոսում հայերեն լեզուն կամ եթե չեն խոսում ինչ են մտածում դրա մասին ինչու չեն խոսում ինչպես է այդպես ստացվել ինչքանով են տեղյակ իրենց ընտանեկան պատմությունից այս պահի դրությամբ, ինչքանով գիտեն իրենց նախնիներին եւ ցեղասպանության ընթացքում ինչ գիտեն, ինչ է կատարվել իրենց ընտանիքի հետ։ Հետո իրենց հարցեր եմ տալիս, թե ինչ կուզենային անել, որպեսզի ավելի մոտ լինեն իրենց արմատներին եւ այսպես։ Շատ լավ։ Նարե, օրինակ ձեր կարծիքով ինչու է հայ լինելու թեման մնում միշտ մեր ուշադրության կենտրոնում, ընդհանրապես մեր հայերիս, ի վերջո մենք էլ այսպես համամարտկային, այսպես միջազգային հանրության մի մաս ենք, ինչու ենք մենք միշտ ուզում մեր հայ լինելը շեշտենք ամենուր ձեր կարծիքով եւ դա ընդհանրապես եթե դուք այսպես միջազգային հարթակներում կամ բեմերում խոսում եք այդ մասին, որևէ մեկին դա հետաքրքրում է, դուք հայ եք, թե այսպես մնացել եք հայ, թե ձեր ինքնությունը կորել է կամ եւ այլն, այսպիսի թեմաներ։ Կասեմ, որ իմ փորձից ելնելով միանշանակ հետաքրքիր է, որովհետև ես շատ միջազգային այսպես ասպարեզում եմ դրսում եղել, այսինքն թե Ֆրանսիայում եմ եղել, Ֆրանսիայում միայն ֆրանսիացիների հետ չեմ աշխատել, շատ տարբեր մարդկանց, որոնք օրինակ կազախներն են, չգիտեմ, այնտեղ տարբեր այսպես ազգերի մարդիկ, խորհրդային տարածքի նաև մարդիկ եղել են, եւ բոլորի համար դա հետաքրքիր է, որովհետև դու այնտեղ գալիս ես եւ ուրիշ մի ազգություն ես եւ շփման ընթացքում այդպես բացահայտում են այն հարցի վերաբերյալ ինչու է կարևոր հայ լինելը եւ ինչի այդպես մեզ շատ հուզում այդ հարցը որովհետեւ ինձ թվում է մի պարզ պատճառ կա մենք հայերս Սփյուռքում կրկնակի եւ երակի շատ ենք եթե չեմ սխալվում մենք մոտ 10 միլիոն հայ է բնակվում միայն Սփյուռքում եւ դրսում բնակվելով մեկտեղ եթե մենք չպայենք մեր հայությունը միայն հայություն այդպես պահպանելը Հայաստանում մնա ինձ թվում է շատ մեծ վտանգների շատ մեծ վտանգների այո կմոտենանք լեզուն կորցնելը եւ այսպես շատ տարբեր խնդիրների հետ կառնչվենք
դրա համար այս բանավոր պատմության հետազոտությունը նաև այնտեղ է տանում, թե ինչքանով է պահպանվում դրսում, այսինքն ոչ թե ինչքանով, այլ ինչ քայլեր են ձեռնարկվում այդ ամենը պահպանելու համար։ Ես օրինակ մի ասեմ, օրինակ Ռուսաստանում, ես գիտեմ, Արգենտինայում շատ ազգագրական պարերի խմբեր կան։ Եվ մարդիկ հաճախում են, իրենք ոչ թե միայն պարում են, այլ նաև ինչպես գիտենք, ազգագրական պարը նաև պատմությունը պետք է իմանաս, այդպեսի ուղղակի շարժումները կրկնելը շատ քիչ է, որտեվ շատ մի մեծ պատմություն կա։ Եվ այնտեղ իրանք զբաղվում են։ Օրինակ, ինչպես ասի Անահիտ Չոբանյանը Մոսկվայաբնակ հայ է, եւ ես Մոսկվայաբնակ հայից եմ սովորել ազգագրական ինչպես ճիշտ պարել, ինչպես ճիշտ պատմությունը իմանալ, այլ ոչ թե այստեղ։ Բայց դա ուղղակի իմ կյանքի ճանապարհն է այդպես ստացվել։ Հայաստանում նույնպես ցուցադրվել է ներկայացումը, բայց կարծեմ ասացիք, որ Հայաստանի կոնցեպտը շատ տարբեր է արտերկրի կոնցեպտին։ Կարող ենք առանձնացնել, թե օրինակ մեր հայաստանյան այսպես հանդիսատեսի առաջ ինչպիսին է եղել ներկայացումը եւ ինչ շեշտադրմամբ է եղել, արտերկրում ինչ։ Ահա Հայաստանում ամենամեծ փոփոխությունը, որ արեցինք, դա թարգմանությունն էր։ Ի սկզբանե ներկայացումը անգլերեն է, որը ունի մի փոքր հատվածներ հայերեն, որովհետև ես շատ եմ ցանկանում, որ հայերեն լեզուն անպայման հնչեր։ Իսկ Հայաստանում մենք մի մասը ինչքան որ հնարավոր էր թարգմանեցինք, որպեսզի ավելի պարզ լինի։ Բացի դրանից մենք համագործակցեցինք Երկչախմբի անդամների հետ, որոնք ներկայացման ընթացքում մի քանի հատվածներում երգում էին տարբեր հիմնականում Կոմիտասի երգերից, իրենք հանդիսատեսի հետ նստած էին եւ մեկ էլ այսպես ակամա սկսում են երգել։ Դա եւ ամենակարևոր եւ մեծ փոփոխությունը, որ չնշեցի, դա Սիփան Արծրունու հետ համագործակցությունն էր։ Նա շատ տաղանդավոր երաժիշտ է, ում հետ որոշեցինք, որ պետք է երաժշտություն ավելանա եւ նա շվի է նվագում մեծ տարբեր տեղերում այսպես երաժշտություններ եւ տարբեր մեղեդիներ նաեւ Եվ նա մեզ օգնեց այսպես ավելի ընդհանրացնել։ Այսինքն մեծ փոփոխություն չի եղել նաև հայաստանյան տարբերակի մեջ, ուղղակի լեզուն եք փոխել, որքանով հասկացա։ Չէ, լեզուն, այդպես ինչպես ասեցի, խորի անդամները եւ Սիփանի հետ համագործակցությունը, որտեղ մինչ դա Անահիտ Չոբանյանը ներկա էր բեմում եւ նա դափ էր նվագում եւ վերջում էր այդ պարում, իսկ Սիփանի հետ նա միաժամանակ տարբեր գործողություններ էր անում շվին, որը նախկինում չէր եղել, դափը, այնտեղ զանգ ունենք, մեզ ամբողջ ներկայացման ընթացքում այսպես երաժշտական օգնություն է մատուցում։ Լավ, իսկ դրսում հանդիսատեսի արձագանքը ինչպիսին էր, օրինակ մեր այդ ազգագրական պարերի, երգերի, Կոմիտասի կամ մեր պատմական խնդիրների, անցյալի հետ կապված։ Կնշեմ, որ Բարսելոնայում ուրիշ էր, իսկ Մարոկոյում շատ ավելի տարբեր էր։ Ներկայացման վերջում մենք ազգագրական պարերին հրավիրում ենք հանդիսատեսը, որպեսզի մեզ միանա եւ վերջում պարենք Կառնո Քոչարին եւ հիմնականում տարբեր ազգությունների մարդիկ, այո, տարբեր ազգությունների մարդիկ մեր հետ շուրջ պար են բռնում։ Բարսելոնայում հիմնականում ենք երիտասարդ հանդիսատես ունեցանք եւ իսպանացիները ցավոք ավելի քիչ էին, որովհետեւ Բարսելոնայում ինչպես գիտենք շատ են ուրիշ մշակույթի մարդիկ ապրում, տարբեր անգլիացիներ, իտալացիներ եւ իրանք կային եւ նաեւ հույներ կային։ Այնտեղ մի քանի ազգություն կար, որ կարողանում էր իրան նույնականացնել մեր պատմության հետ, որոնցից մեկը հենց հույներն էին, որ ինձ մոտեցան ու ասացին, որ գիտեք, որ ես շատ հարազատ, մենք շատ հարազատ զգացինք այս ամենը նայելով։ Լավ, ես գիտեմ, որ առհասարակ թատրոնը իր առաջ խնդիր ունի ուշադրություն գրավելու միշտ այդ խնդիրը այսպես իր հիմքում է թատրոնի գեղագիտության հիմքում է եւ անընդհատ փնտրտուքի մեջ է նոր լեզու գտնելու ինչպես ուշադրություն գրավել այն էլ այս ժամանակակից տեխնոլոգիաների այսպես բանով հարուստ ժամանակներում, երբ մարդիկ ավելի շատ համացանցում են, քան կուզենան, որ գնան ներկայացում նայել։ Հետևաբար թատրոնը պիտի ավելի շատ ջանք գործադրի նորարարական լեզու ստեղծելու։
Եվ այստեղ կարող ենք ասել նորարարական լեզուն եւ ձևը ու նաեւ քաղաքական ազդեցություններն ու սոցիալական տեքստը առհասարակ ինչպես են իրար հետ մրցակցում ավելի շուտ ինչպես որ ճանապարհը ընտրել, որը ավելի հարազատ կլինի, որը ավելի պահանջված կլինի հանդիսատեսի կողմից։ Քանի որ քիչ առաջ խոսում էինք այդ political theater ժանրից, ամեն դեպքում ես որքան հասկացա ձեր արածը նույնպես ինչ որ իմաստով քաղաքական է։ Այո, ավելի ես ասում եմ, որ դոկումենտալ թատրոն է, ավելի դոկումենտալ թատրոնի կողմով է գնում, քանի որ oral history-ից ասվածը կա, որը արխիվում է, այսպես այդ ամենը, բայց ունի նաև իր մեջ այդ political theater, այո, ինչքան է որ փորձում եմ ես խուսափել ամեն դեպքում։ Այո, դժվար է մի փոքր թատրոն բերելը, բայց նաև ինձ թվում է կապ ունի մի փոքր երկրները։ Ֆրանսիայում շատ է հանդիսատեսը, շատ է սիրում թատրոնը, շատ են գնում եւ նաև երիտասարդությունն է սիրում, եթե ինչ-որ երկրներում ավելի շատ մենք մեծահասակներ կգտնենք, օրինակ Հայաստանում, եւ political theater մի տարբերակ է հանդիսատեսին բերել թատրոն, քանի որ հիմա բոլորը շատ են հետաքրքրված քաղաքականությամբ։ Իսկ նորարարական լեզուն, ասենք։ Այո, նաև նորարարական լեզուն դուք չեք ձգտում այդ ճանապարհով գնալ ամեն դեպքում։ Գիտեք, որպես ձգտել այդպես չէ, բայց փորձում եմ, որ համ իմ համար հարմարավետ լինի իմ արած գործը, համ հանդիսատեսին հետաքրքրի։ Այսինքն ես չեմ կարող շարժվել միայն այն գաղափարով, որ ես անում եմ այնինչ զգում եմ իմ արվեստը, իհարկե դրանով եմ առնչվում, բայց քանի որ պետք է հանդիսատեսին ցույց տամ, միաժամանակ մտածում եմ, թե ինչ անել, որպես հանդիսատեսը ոչ թե սիրի, այլ հետաքրքրվի, որտեվ կարևոր չէ սիրել այդքան։ Ամեն դեպքում ձեր արած գործով դուք ձեր քաղաքացիական պարտքը կատարեցիք։ Օրինակ տեսնում եք հաջորդ ներկայացումներում էլի նույնպիսի թեմա, որը նորից կհետազոտեք եւ այո, ինձ թվում է ես հետազոտությունս կշարունակեմ, որովհետեւ իմ համար է նախ հետաքրքիր ու իմ արմատների պահպանման համար է ինձ հետաքրքիր, բայց որպես ներկայացում կարծում եմ, որ ապագայում այո կլինեն պլաններ, որ շարժվեմ այս ուղղությամբ, բայց բացի սրանից նաև շատ հետաքրքրված եմ ժամանակակից պիեսների հետ աշխատելով եւ անդադ փորձում եմ հետաքրքիր պիեսներ գտնել եւ աշխատել իրենց վրա ապագայում։ Իսկ օրինակ այս ներկայացումը այսպես իմի բերելուց հետո ինչ որ բացահայտումներ արեցիք ձեզ համար եւ անձնական եւ մարդկային եւ առհասարակ ինքնության հետ կապված ինչ որ մի նոր բացահայտում, որը դուք չգիտեիք, ճանաչեցիք ինքներդ ձեզ, մեզ, ընդհանրապես մեզ որպես ազգային միավոր։ Միանշանակ շատ բացահայտումներ եղան այս ընթացքում, որոնցից մեկը նախ ես ինքս իմ պատմությունը եւ իմ ընտանեկան պատմությունը ավելի լավ ճանաչելն է։ Ներկայացման մեջ կան այսպես փոքր հատվածներ, որ ես խոսում եմ իմ ընտանիքի անդամների հետ տեղի ունեցած իրադարձություններից, որը նախկինում ես այդպես չգիտեի։ Եվ հետո իմ ծանոթություններ սփյուռքահայության հետ, որովհետեւ ուղղակի այսպես հանդիպել երկու բառ օրինակ ճանապարհորդերից խոսելը դա հերիք չէ իրենց հետ իրենց լավ ճանաչելու համար եւ կարծում եմ որ իմ համար ամենամեծ բացահայտումը հենց դա էր որ իմանալ որ հայերը շատ են եւ պետք է ավելի շատանան այո պետք է ավելի շատանան եւ իսկ ապագա ձեր օրինակ գործունեությունը ինչպես եք տեսնում ես եւ Լիզա Մուրադյանը Ընդհանրապես հետաքրքիր է հայկական օրինակ մեր իրականության մեջ այդպիսի հետազոտական ներկայացումները Ես իմ ներկայացումը միշտ ասում եմ, որ դրսի հանդիսատեսի համար է եւ ցանկանում եմ, որ ավելի շատ մեզ դրսում ճանաչեն եւ ներկայացումը կարպետի մասին իմանան։ Այս պահի դրությամբ ես եւ Լիզա Մուրադյանը փորձում ենք տարբեր տարբերակներ գտնել, փառատոներին մասնակցել եւ դրսում խաղալ։ Դեռ հստակ չգիտեմ, թե որտեղ կլինի մեր մյուս ներկայացումները, բայց անպայման պլանավորվում է այս տարվա մեջ շրջագայել։ Նարե, իսկ ինչ համագործակցություններ կան Հայաստանում, դուք այստեղ որևէ թատրոնի հետ համագործակցում եք կամ փորձում եք եւ ինչպես եք տեսնում օրինակ մեր այսօրվա թատրոնների զարգացումը, եթե համեմատենք նաեւ դրսի թատրոնների հետ։
Այս բանը չեմ համագործակցում ինչ որ մի թատրոնի հետ էստեղ, ավելի ինքս մենակ եմ աշխատում, բայց ապակայում միանշանակ պլանավորում եմ, քանի որ շատ սիրում եմ եւ մեր տարբեր բոլոր թատրոնները միշտ ակտիվ հետևում եմ եւ գնում ներկայացումները դիտում եմ։ Եվ որ թատրոնն է ձեզ ավելի հարազատ, այսպես ասած։ Չգիտեմ ճիշտ ասած, մի փոքր բարդ է, այս բանը կարող եմ ասել հաճախ թե որ թատրոններն եմ ավելի հաճախում, Աշտարակի թատրոնն եմ շատ սիրում, այնտեղ եմ գնում, Համազգային թատրոնը եւ այսպես տարբերելի կան։ Իսկ մեր թատրոնները, այսպես ասած, մրցակցության մեջ, եթե դիտարկենք այլ եվրոպական թատրոնների հետ նույն հարթության վրա կարող ենք դնել։ Ասեմ որ կան ներկայացումներ, որ կարող ենք դնել, բայց համակարգի առումով տարբեր են իրենք։ Դրա համար մի փոքր դժվար է իրենց համեմատելը, որովհետեւ Հայաստանում ավելի շատ երևի թե սովետական միության այդ ազդեցությունը կա եւ մեր համակարգը ավելի Ռուսաստանի թատրոնների համակարգին է նման, որտեղ այսպես եթե ավելի բարձեցնեմ թե ինչ նկատի ունեմ, դրա մասին է, որ ամեն թատրոն այստեղ ունի իր թատերախումբը եւ ունի իր ներկայացումների, այո, խաղացանկը, որը որ հենց այդ նույն թատերախումբն է խաղում։ Իսկ Եվրոպայում, օրինակ Ֆրանսիայում, Իսպանիայում, այնտեղ այդպես չէ, այնտեղ թատրոնները հազվադեպ են ունենում հենց իրենց թատերախումբը։ Այնտեղ կան տարբեր թատերախմբեր, որոնք չունեն հենց թատրոնի շենք, եւ իրենք շրջագայում են, խաղում են տարբեր թատրոններում կամ ոչ միայն թատրոններում, այլ տարբեր վայրերում։ Ո՞րն է ձեզ ավելի հարազատ։ Ո՞րն է, որ թատրոնի հետ փորձեիք համագործակցել։ Այսպես կոնցեպտի հետ նկատի ունեք։ Այո։ Ճիշտն ասած, չգիտեմ, մի փոքր բարդ է։ Ես Ֆրանսիայում շատ եմ սիրում այդ ազատությունը, որ դու կարող ես գնալ եւ շրջագայել եւ կոնկրետ մի թատրոնի չպատկանել, որովհետեւ դա քեզ հնարավորություն է տալիս որպես արտիստ ավելի զարգանալու, տարբեր բաներ բացահայտելու, տարբեր վայրերում գտնվելու։ Հայաստանում նույնպես շրջագայում են, չեմ կարող ասել, մարզերով են շրջագայում, բայց ինձ թվում է, որ ավելի շատ նախընտրում եմ միգուցե Ֆրանսիայի կամ այդ եվրոպական կոնցեպտը։ Շատ լավ, քանի որ դե այդ միջավայրում եք դուք այո, այդ միջավայրում ավելի շատ եմ փորձենք ամփոփել Նարե, քանի որ մենք սկսեցինք քաղաքականությունից, ամեն դեպքում դուք մտահոգված էիք, որ քաղաքականությունը այսպես մտնում է թատրոն, բայց միևնույն ժամանակ դուք նաև օգտվեցիք դրանից եւ այսպես ձեր քաղաքական կարելի ասել գաղափարները ներկայացրեցիք Եվրոպայի հանդիսատեսին։ Հիմա ասենք այդ ճանապարհը դուք շարունակելու եք, թե դուք արդեն անցնելու եք մաքուր գեղագիտական տարածք եւ փորձելու եք նորարարական ինչ-որ ճանապարհներով գնալ թատրոնում։ Ինձ թվում է, որ մեր օրերում ինչքան էլ փորձենք գեղագիտական հենց այդպես մաքուր ճանապարհով գնալ, մեկ է ամեն մի բեմադրիչ հիմնականում նրանք մտածում են մեր օրով։ Այսինքն ինչ որ հիմա կատարվում է, այս կյանքով ենք մենք առաջ գնում եւ մեր օրվա խնդիրները եւ ամեն ինչը ինձ թվում է ինչ որ առումով բեմ է բարձրանում։ Դա կարող է լինել, հա, ուզենք թե չուզենք, դա կարող է լինել ուղիղ, կարող է լինել ինչ որ փոխաբերական իմաստով, բայց իմ կարծիքով կարևոր է, եթե դու զգում ես քեզ այդ ամենի մի մասը եւ քեզ հուզում են տարբեր հարցեր աշխարհում տեղի ունեցող, ուրեմն ինչու ոչ թատրոնի միջոցով դա հասցնել տեղ, որտեղ թատրոնը մի տեղ է, որտեղ շատ մարդիկ են լինում եւ կարելի է այնտեղ քո տեսակետը ցույց տալ։ Իսկ եթե այսօր է ցեղասպանությունները տեղի ունենում, դուք այսօր տեղի ունեցող ցեղասպանություններին արձագանքում եք, թե խոսում եք միայն 100 տարի առաջ մեզ հետ տեղի ունեցածի հետ։ Եթե կարպետից խոսենք, կարպետում ամեն մեկը իրեն կարողանում է գտնել։ Ինչու, որովհետև եթե մեր ցեղասպանությունը 100 տարի առաջ է, ինչ որ մի ուրիշ ցեղասպանություն հենց հիմա է տեղի ունենում, ու այդ ազգի անդամ նստած նայում է իմ ներկայացումը։ Մարոկոյի հանդիսատեսը կարողացավ իրան նույնականացնել, որտեղ իրանք էլ ունեն խնդիրներ ու հենց այս պահի դրությամբ այնտեղ մի կոնֆլիկտ է տեղի ունենում։ Եվ ես շատ զարմացած էի, բայց շատ հանդիսատես այնտեղ
մարոկացի ու երիտասարդները, որ ես շատ զարմացած եմ, իրանք շատ հուզված էին եւ այդպես լավ արձագանքում էին, էլի։ Շատ լավ, շնորհակալություն Նարէ հետաքրքիր զրույցի համար, ձեզ հաջողություն եմ մաղթում, սիրելի ռադիո լսող, իմ հյուրն այսօր թատերագետ, թատերական գործիչ Նարէ Հակոբյանն էր, մենք խոսում էինք թատրոնից, թատրոնի շուրջ տեղի ունեցող այսօրվա process-ներից, զրույցը վարեց Նազելի Օհանյանը։ Վերնատուն